օրինակ, եթե նախկինում ինչ որ միջադեպի արդյունքում զինվոր էր զոհվում, ինչ որ միջադեպի արդյունքում զինվոր էր զոհվում, մենք ամբողջ հասարակությունով ողբում էինք։ Մի քանի ամիս այդ մասին գոնե հաստատ հանրային քննարկումներ էին ընթանում։ Հիշում եք դուք, ես, որ ընդամենը 2 օր առաջ Սյունիքում հերթական դեպքեր տեղի ունեցել, սահմանապահ զորքերի ծառայակցի հետ կապված եք մատնանշում, Պարոն Համբարյան, քանի որ դուք խոսեցիք նաև բանակում տիրող իրավիճակի եւ այդ սպանություններ, ինքնասպանություններ եզրույթին, անդրադարձանք, եթե հնարավոր է թեմայից դուրս, բայց այսպես փորձենք ամփոփել, այդ ամենը ինչով կբացատրեք եւ առհասարակ բանակում տիրող այս ամենաթողությունը ինչով եք պայմանավորում, որովհետեւ ամեն անգամ, երբ քննադատություն են հնչեցնում բանակում տիրող վարքերի, հրամկազմի, սպա զինվոր փոխհարաբերությունների եւ այլ խնդիրների հետ կապված, անընդհատ հակադարձում են դե նախկինների օրոքել նույն պատկերն էր, դե նախկինների ժամանակ էլ կային այդ դեպքերը, այդ միջադեպերը, որ ցանկացած իրավիճակում հղում է արվում նախկիններին։ Այդ դուք ինչ կասեք նաև դրա հետ կապված։ Ուրեմն նախկինների օրոք այս քանակությամբ միջադեպեր չեն եղել բանակում, դա մեկ։ Կա ստատիստիկ տվյալ։ Եվ տեսեք, որ այդպիսի բան չկա։ Երկրորդը, նախկինում մենք ունեցել ենք հաղթանակած բանակ։ Եվ պատահական չէ, որ Նիկոլի իշխանության գալուց հետո թիրախավորեց հենց բանակը։ Նիկոլի գլխավոր նպատակը բանակը ամբողջությամբ կազմաքանդելն է, որը Ադրբեջանի նախագահի պահանջներից մեկն է, որովհետև Ադրբեջանի նախագահան նոր պահանջներով է հանդես եկել։ Ադրբեջանի բռնապետը բացի այն պահանջներից, որ ընդգրկված էր խաղաղության պայմանագիր կոչված թյուրիմացության թղթի կդորի մեջ, որը Նիկոլը շատ ավրալ կերպով վերջի 2 պահանջը ընդունեց, որովհետև իր եվրոպական հայրերը հովանավորների դեմս Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի շատ արագ ասեցին, որ ընդունի, որ Բաքուն իբր թե դա ստորագրի, որովհետև Բայդենի աշխատակազմը հրաժեշտ տվեց իշխանությանը եւ Թրամփը կարող է չկպաշտպաներ Նիկոլին եւ չի էլ պաշտպանում հələ որ այս պահի դրությամբ ամեն դեպքում բացի այդ պահանջներից Ադրբեջանը եւս նոր 5 պահանջներ է դրել Հայաստանի դիմաց եւ դա Հայաստանին հասկացվում է ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակվող վերլուծությունների եւ նյութերի միջոցով